Բարև ձեզ։ Հայաստանում խորհրդարանական համապետական ընտրություններից հետո քաղաքական գործընթացները շարունակում են զարգանալ բավական հետաքրքիր զարգացումներով եւ ներքին եւ արտաքին հարթությունների մեջ Սահմանադրական դատարանը կայացրեց իր որոշումը արժևում նոր խորհրդարանի ձևավորումն է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չհայտնվեց խորհրդարանում արժևում ԲՀԿ առաջնորդի նկատմամբ իրավական գործընթացներն են այս ընթացքում Ռուսաստանը քաղաքական եւ տնտեսական ճնշումների էր ենթարկում Հայաստանին արժևում կարծես թե այս հարցերը վերանայելու ժամանակն է անդրադառնալու ենք նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններին, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմին, սակայն այս ամենի առանցքում իհարկե մեզ համար առաջինը եւ ամենակարևորը Հայաստանն է, Հայաստանի ընտրած ուղին, այդ ուղում Հայաստանին սպասող մարտահրավերները եւ հնարավորությունները եւ իհարկե Հայաստանի դիմակայունությունը նոր ձևավորվող աշխարհակարգում։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ ժամանակ գտաք եւ վաղուց չենք հանդիպել, դրա մի փոքր հերվից գանք, ընտրություններից սկսենք, ընտրություններ եւ հետընտրական զարգացումներ, Սահմանադրական դատարանի որոշում Ձեզ համար եւ ձեր կուսակցության համար որն էր այս ընտրությունների հիմնական հետևությունը կամ հիմնական հետևությունները։ Հիմնական հետևությունն այն էր, որ ըստ էության այս ընտրությանը որոշ սուբյեկտների մասնակցությունը հանգեցրեց ընտրության էության ձևախեղմանը։ Դա, այսպես ասենք, այնինչ կառավարող մեծամասնությունը, որը վերահաստատեց իր մեծամասնությունը, հենց իր կողմից բնորոշել էր եռագլուխ կուսակցություն, բայց այնտեղ եռագլուխ չէր, այնտեղ շատ ավելի գլուխներ էին եւ մեծ եւ փոքր գլուխներ։ Այդ ամենը ըստ էության հանգեցրեց նրան, որ մարդկանց առաջ չնայած առերևույթ ինչ 18 ուժ, բոլորը լավ բաներ են առաջարկում, չէ՞, խոստանում, երթվում։ Դու էլ պետք է որպես ընտրող ասեիր, այս սա լավ է, սա ավելի լավ է, սա էլ ավելի լավ է, այս մեկն էր ամենալավն է, այս եմ ընտրում, հա։ Դա չէր ըստ էության տեղի ունեցավ 21 թվականի ընտրությունների արդյունքի վերարտադրությունը, այսինքն Ռուսաստանի կողմից ասպատակության պայմաններում Ռուսաստանն ուզեցավ ընտրությունների մեխանիզմի վրա պարազիտանալով վերազավթել պետությունը, չստացվեց, Ռուսաստանը զավթեց ընդդիմությունը։ Նույնը տեղի ունեցավ հիմա, այսինքն ընտրությունը հետևյալն էր, որ Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացի, դու ունես ընտրություն, ընտրում ես կամ Փաշինյանին, իսկ եթե ոչ, դու ընտրում ես Պուտինին, տարբեր գլուխներով, թե այսպես կերպարանքներով, ժողովուրդը գնաց ընտրեց Փաշինյանին, մնացածը կամ փրփուրներ ես ամեն ինչի, կամ մնաց տվերում, այնպես ինչպես մնաց տվերում այն ամենը, ինչ մենք էինք առաջարկում, ինչպես հիշում եք, մենք հենց դրա համար եկանք ընդդիմափոխության կարգախոսով եւ մեծ, այսպես, ընկալում գտանք հասարակության մեջ, սակայն հասարակությունն էլ իրատեսորեն գնահատելով արդեն իսկ ձևավորված, ձևախեղված իրականությունը, Պուտինին չընտրեց, ընտրեց Փաշինյանին։ Ահա, այս ամենը ինչ տեղի ունեցավ։ Իսկ Սահմանադրական դատարանի Սահմանադրական դատարան մենք հենց հայց էինք ներկայացրել, նրանով այն մասն, որ պետք է գնահատական տրվի զանգվածային ընտրակաշառքի ազդեցությանը ընտրական միջավայրի վրա։ Ըստ էության մենք այն մի քանի վայրկյանանոց նիստը ամփոփիչ է, որ դատավճռի ֆունկցիոնալ մասը միայն հրապարակվեց, ուզում եմ մեր հեռուստադիտողներին
ուղղակի ուշադրությունը հրավիրեմ նրա վրա, որ մենք խոսում ենք ժամերի, երբ դեռ ընդհանրացակ ձևով այո ամբողջական տեքստը հրապարակված չէ եւ մեզ հայտնի չէ թե այնտեղ ինչ է գրված, բայց ուզում եմ ասել, որ մենք ակնկալում ենք, որ դա կլինի մի որոշում, որը ուղեցույց կծառայի որպես թե օրենսդիրներին, թե գործադիրին, թե իրավապահներին, որպեսզի սա լինի վերջին ընտրությունը, որտեղ ընտրակաշառքը, արտաքին միջամտությունը, ընտրողների վրա ապօրինի ներգործության այլ ձևերը կլինեն քաղաքական գործոն կամ ընտրական միջավայրի վրա ազդող գործոն, ուղղակի թե անուղղակի։ Որովհետև մենք 21 թվականի ընտրությունները ձեզ հետ լավ ենք հիշում, հետ պատերազմական Հայաստան, պետությունն ընկած է, չէ, ճգնաժամ, չպետք է լիներ ընտրություններ 21 թվականին, դեռ կար, բայց եղավ ինչի համար, որովհետև ճգնաժամ էր, այո, դա ոչ թե քաղաքական ճգնաժամ էր, պետության ճգնաժամ էր պատերազմի բերումով։ Իսկ հիմա ինչ Եվ հայ ժողովուրդը այդ ժամանակ ընկալեց ընտրությունը որպես ընտրություն պետության լինելու եւ չլինելու միջև։ Իսկ հիմա ինչ իրավիճակ է։ Հիմա տեսեք, հիմա փաստորեն 5 տարի անց էլի նույն սպառնալիքների այսպես ասենք թերագնահատման բերումով, դրանց չարորակության թերագնահատման բերումով 26 թվականի ընտրությունները մենք էլի ունեցանք փաստորեն պետության լինել եւ չլինելու մասին ընտրության եւ ցավով պետք է ասեմ, որ մենք ունեցանք կես միլիոն քաղաքացի, որը քվեարկեց պետություն չլինելու օգտին եւ սրա պատասխանատվությունը իշխանության վրա է, որ թույլ տվեց, որ այդ ռուսական ժանտախտը գամատնի մեր երկիր եւ վարակի 100,000-ավոր մարդկանց։ Դա հասկանալի է, որ ասում է հիմա ինչ իրավիճակ է, քաղաքական լարվածություն կամ ճգնաժամի տարրեր հեռանկարում այդպիսի բան հնարավոր է, թե հնարավոր չի առաջիկա ժամանակահատվածում։ Սահմանադրական դատարանը այնուամենայնիվ այս պահի դրությամբ, երբ մենք դեռ ամբողջական տեքստը չունենք, բայց կատարեց ծրագիր մինիմումը, փակեց ընտրությունների էջը։ Ըստ էության արդեն կարող ենք ասել, որ ընտրություններն ավարտվել են, նոր ազգային ժողովը ձևավորվել է եւ արդեն ցուցակներում, հա, թե ով որտեղ կլինի, կմնա, չի մնա եւ այլ այդ վերջին ճշգրտումները կանեն եւ մի ամսից մոտավորապես մի ամսից կլինի առաջին նիստը, մնացածն էլ արդեն ըստ պրոցեդուրաների։ Ընտրություններն ավարտվեցին, նոր խորհրդարանը ձևավորված է կամ ձևավորվում է։ Հետ ընտրական զարգացումներն էլ այդ էջն էլ եւս փակված է։ Այդ էջն էլ փակված է, արխիվում հանրաքվեի էջն է։ Սահմանադրական հանրաքվեի։ Դեռ հարց է։ Հանրաքվեի էջն է թե ոչ, որովհետեւ մենք դեռ պետք է տեսնենք արդյոք դա այդպես է թե ոչ։ Այսինքն ակնհայտ է, որ կառավարող մեծամասնությունն ունի 3/5, բայց դրա չունի ձեր ասած հարցի համար անհրաժեշտ 2/3-ը։ Ինչ կանի, ինչ կորոշի, մենք այս պահին միայն կարող ենք ենթադրություններ անել։ Երբ որ կլինի հենց այդ ենթադրություններին էր վերաբերում, որովհետեւ չգիտեմ 50-50 կամ կանի կամ չէ, հա, եթե sense նայենք, բայց մյուս կողմից էլ դա նախընտրական ծրագիր է, մեկ եւ երկրորդը։ Մենք տեսնում ենք այն տրամադրվածությունը, ավելի ճիշտ տրամադրվածության տրանսֆորմացիան։ Ուզում եմ հիշեցնել, երբ քվեարկության օրվանից մոտավորապես 2 ամիս առաջ կառավարող մեծամասնության ներկայացուցիչներն ասում էին, ինչ էին ասում այդ այսպես կոչված ընդդիմությանը, դուք ավազակ եք, դուք թալանչի եք, մաֆիոզ եք, մարդասպան եք, գող եք եւ այլն, ագենտ եք։
ասում ենք ճիշտ է, բայց ժամանակ հարցը առաջանում։ Ինչ ասեցիք։ Բացում ենք քրեական օրենսգիրքը եւ համապատասխան հոդվածներում գտնում ենք այն, որ ձեր ասած այդ բոլոր բնորոշումները հանցագործություններ են եւ դա հանցակազմ է, որը հենց ու հարցը առաջանում այդ ժամանակ, եթե դա այդպես է, իսկ մենք համոզված ենք, որ դա այդպես է, ինչ գործ ունեն իրենք ընտրություններում։ Ինչ էինք մենք լսում, որ դե գիտեք ինչ, որպեսզի նրանք չլինեն խորհրդարանում, քանի որ դուք գիտակից քաղաքացիներ եք, ընդհանրապես պետք է չքվեարկեք նրանց օգտին եւ նրանք չեն լինի խորհրդարանում։ Իսկ որ ասում ենք ճանապարհը մաքրել է պետք։ Ցանկացած բոստան պահող պետք է զանազանի օգտակար բաները մոլախոտից, հա? Եվ քաղհանան, էլի։ Բայց իրանք ասում են չէ դե ոնց, բա դեմոկրատիան, ինչ եք ասում։ Լավ, եթե նույնիսկ դեմոկրատիա Ներողություն, գալիս ընտրություններն ավարտվում է եւ մենք ինչ ենք լսում, այդ նույն մարդիկ ասում են հետեւյալը, որ այնուամենայնիվ մենք ցանկանայինք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրենց թույլ չտար ընտրություններին ընդհանրապես մասնակցելու։ Ներողություն, այդ բա մենք ինչի չգիտենք ձեր ցանկության մասին ու ձեզնից բացի ոչ մեկ տենց էլ չիմացավ։ Դրանից 2 ամիս առաջ որ դուք տենց ցանկություն ունեք։ Մեկ։ Ձեր ասած ունի եւ քաղաքական կողմը եւ իրավական։ Իրավական, շատ լավ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ հիմք չուներ չթույլատրելու։ Իսկ դուք ինչու չեք օժտել կենտրոնական ընտրական հանձնաժողովին նույն չափ լիազորություններով, որ չափ ուներ, ասենք թե Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Չեք օժտել։ Դրել եք իրենց վերածել եք կալկուլյատորի, մեկ էլ գործեր ընդունող ու բանի այդ ընդունելը ձևակերպող օֆիսի ընդհանրապես, հետո էլ ասում եք մենք ցանկանայինք։ Ցանկանում եք անեիք։ Ասած այդ ամբողջ բնորոշումները, որ թվարկեցիք, դրանք ենթադրում են իրավական գործընթաց, այդ իրավական գործընթացն էլ այնպես չի, որ այսօր սկսվում է, վաղն ավարտվում է։ Սկսվել են, մենք ականատես ենք, չէ, եւ մինչեւ այսօր շարունակվող այդ ձայնագրություններ, քրեական գործեր, վարույթներ, ասենք կաշառք վերցնողից, ընտրակաշառք վերցնողից մինչեւ ԲՀԿ առաջնորդի նկատմամբ իրավական։ Շատ լավ, հիմա բայց հարցը առաջանում։ Լավ։ Պայմանական, ասենք 300 էպիզոդ կա, այն որ մենք գիտենք, հա, ասենք հաղորդագրությունից, մոտավորապես։ Սրանք ինչ 300 առանձին ինքնագլուխ ինչ որ վատ մարդիկ են, որոնք իրենց գրպանի փողը ի հեճուկս իրենց ազնվագույն առաջնորդների ինչ որ անկապ մարդ կստանում բաժանում էին տարբերակ 1 եւ տարբերակ 2, որ այդ ամենը միացված է մեկ դիտավորությամբ եւ կապատասխանը թե ում փողն էին բաժանում, ինչի համար եւ պետությունն էլ ըստ այդմ կդրսևորի կարողությունը զանազանելու հանցավորությունը կազմակերպված հանցավորությունից եւ կորակավորի այս ամենը հավոր պատշաճի, այլ ոչ թե ասենք որպես 300 առանձին այդ ամենը պետք է մեկ վարույթով իրականացվի եւ դրանից պետք է հետևեն արդեն այնպիսի օրենքներ, որոնցով կզինվեն համապատասխան ինստիտուցիաները եւ դրանից կանեն արդեն իրավաքաղաքական հետևություններ եւ այս մոլախոտից կմաքրվի, այո, մեր քաղաքական դաշտը։ Լավ։ Մեկ երկրորդը, տեսեք ինչ եմ ասում։ Այստեղ շատ կարեւոր է, երբ մենք խոսում ենք Հայաստանի առաջիկա անելիքներից, սա էլ ունիկալ դեպք չէ։ Երբ Բուլղարիան 19-րդ դարի երկրորդ կեսին անկախություն ստացավ, ռուսները հարց դրեցին իրենց առաջ, որ մենք ձեզ փրկել ենք Օսմանյան լծից, հիմա դուք ի նշան շնորհակալության պետք է ընդունեք մեր լուծը։
Եվ Բուլղարիայում նոր անկախ երկրում քաղաքական դաշտը բաժանվել էր երկու մասի։ Այսպես գերմանական եւ եվրոպական եւ ռուսական կուսակցությունների, այդպես էին ասում, դնելով ճակերտների մեջ ռուսկայա պարտիա։ Եվ որպեսզի Բուլղարիան պետություն դառնար, պետք է ջախջախեր ռուսական կուսակցությունը։ Եւ Բուլղարիան ջախջախեց ռուսական կուսակցությունը։ Ստամբուլովը հասկանալի է թե եւ այո առակրզին ցուցաներ։ Այո, եւ հիմա մենք կանգնած ենք այդ հրամայականի առաջ եւ ես տեսնում եմ, որ երբ Սահմանադրական դատարանը այդ վճիռը կայացրեց, որ ընտրությունները համարվում են ավարտված եւ արդյունքների չեղարկման հայցերը մերժվում են, ըստ այդմ եւ դա վերջնական է, ավարտվեց անձեռնամխելիության գործողությունը եւ առավոտ 7-ին եկան Ծառուկյանի հետևից, բայց այնպես չի, որ ներողություն, միայն Ծառուկյանով է վերջանալու։ Այն ինչ կատարվում է ԲՀԿ առաջնորդի շուրջ։ Դա ձեր ասած այդ ռուսական կուսակցության տրամաբանության մեջ է, թե զուտ իրավական գործընթաց։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Ես եմ սա Ազատ զրույց Ֆրենյուզի եթերում, ես զրուցում եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ, պարոն Մեհրաբյան, մենք խոսում ենք հետընտրական զարգացումների, այդ թվում եւ քաղաքական եւ իրավական զարգացումների մասին եւ հասանք այն գործընթացներին, որոնք այսօր տեղի են ունենում ԲՀԿ առաջնորդի շուրջ, հարցը այն էր, թե այն ինչ կատարում է ձեր ասացի տրամաբանության մեջ է, թե զուտ իրավական գործընթաց։ Այն ինչ անում է պետությունը, անում է իրավական հարթության վրա։ Սակայն այն համատեքստը, որը անխուսափելիորեն կա, այն քաղաքական իրողության մեջ, որտեղ եւ արվում է այդ ամենը, իր մեջ այո ունի քաղաքական բաղկացուցիչ, որովհետեւ այնպես չէր, որ այդ իրավական հիմքերը կային, նոր իմացան։ Դες չի, պետությունը կարողություն չուներ։ Չորտեղ նաև գիտելիք չուներ, վճռականություն չուներ, նաև գիտեինք ում հետ էր ասոցիացված այդ սուբյեկտը եւ ինչ չարորակ գործունեություն է ծավալել ընդդեմ Հայաստանի Հանրապետության սկսած 2007 թվականից։ Եվ այո, պետությունը նոր կարողություն է ձեռք բերում, նաև նոր խնդիր է ձևակերպում, թե Հայաստանում չի կարող լեգալ գործել մի սուբյեկտ, որը գործում է պետության դեմ, այլ պետության օգտին, մեր պետության հաշվին։ Չի կարող լինել ուղղակի։ Չի կարող, ոչ մի ժողովրդավարություն նման բան չի հանդուրժում։ Եվ ժամանակն է, որ դա չհանդուրժվի մեր ժողովրդավարության կողմից։ Խոսան ժողովրդավարությունից, ոնց խոսքի ազատությունից։ Ձեզ չի հասնում խոսքի ազատություն։ Թշնամիներին հասնում է բռունցք։ Օրենքի տառին եւ ոգուն համապատասխան։ Ես պիտի ասեի քաղաքական։ Իսկ այդ երկրի եւ Հայաստանի հարաբերությունները հիմա ինչ փուլում են։ Ես նշեցի, որ նախընտրական շրջանում դրանից էլ առաջ անընդհատ եւ շարունակաբար քաղաքական, տնտեսական ճնշումներ Հայաստանի նկատմամբ հիմա ինչ փուլում է, ինչ է կատարվում, հատկապես վերջին հանդիպման համատեքստում նկատի ունեմ Փաշինյան-Միշուստին։ Ռուսաստանը վաղուց է սանձազերծել մեր դեմ հիբրիդային պատերազմ, որը ընթանում է տարբեր ինտենսիվությամբ եւ ընտրություններին ընդառաջ հիբրիդային պատերազմն օրինաչափորեն ինտենսիվացավ եւ ակնհայտ էր նպատակը Ռուսաստանին պետք էր այդ պատերազմի միջոցով ազդել Հայաստանի քաղաքական նախապատվությունների վրա եւ ժողովրդավարական մեխանիզմները գործածելով բերել իր համար լոյալ իշխանություն
եւ որի միջոցով էլ Հայաստանը պետք է զավթվեր։ Որում չէին թաքցնում, խոսում էին Բելարուսի նման, ասենց ինչ որ դուք Ուկրաինա եք ուզում։ Դա ոչ հասկանալի է, հիմա ինչ է կատարվում։ Երբ որ այդ ամենը իր նպատակին չհասավ, հիմա Ռուսաստանն ըստ էության վերածվել է միակ երկրի, որը չի ճանաչում Հայաստանի ընտրությունները, պարոն Կիրակոսյան, չի ճանաչում։ Տատելով մինչ այժմ Եվ բացի դրանից Ռուսաստանը սկզբից մի քանի ապրանքատեսակների դեմ սահմանափակումներ մտցրեց, որն էլ հիմա վերաճել է ամբողջական էմբարգոյի հայկական արտահանման համար։ Դրանով էլ չբավարարվելով արդեն ընտրություններից հետո Ռուսաստանի համար այդ տոնական օրը հունիսի 12-ին Ռուսաստանը նաև արգելք մտցրեց հայկական բեռների տարանցման համար։ Եվ այդտեղ Հայաստանը արդեն իր նոր գործընկերությունները գործի դնելով միացրեց վթարային ռեժիմ, փորձելով վերակողմնորոշել մեր արտահանումը դեպի եվրոպական եւ այլ շուկաներ։ Եվրոպայից մենք ստացանք carte blanche, ժամանակավոր ավտոնոմ առևտրային միջոցներ, ATM կոչված, որը, այսպես ասենք, տիպային ալգորիթմ է եւ դա գործածվում է Եվրոպայի գործընկերների համար, Եվրոպայի կողմից։ Մյուս կողմից էլ այո, այս ճգնաժամը, որը կա մեր եւ Ռուսաստանի միջև հարաբերություններում կարիք ունի կառավարման։ Ես հասկանում եմ իշխանության տրամաբանությունն այստեղ, որ նրանք ցանկանում են, որ Ռուսաստանի հետ գործերը պետք է վարել ոչ կոնֆլիկտային եւ ոչ շոկային տրամաբանությամբ։ Այդ տրամաբանությունը հասկանում եմ, բայց ես ոչ միայն վստահ չեմ, այլ ուղղակի կասկածում եմ։ Հակառակի մեջ եմ գրեթե վստահ, որ դա Ռուսաստանի ոչ մտադրությունների, ոչ էլ վարքի մեջ որևէ փոփոխություն չի ունենա, որովհետև Ռուսաստանի հարևանները Ռուսաստանի համար կամ վասսալ են, իսկ եթե համաձայն չես վասսալ լինելու, դու նշանակվում ես թշնամի։ Երրորդ կարգավիճակ Ռուսաստանի հարևանների համար գոյություն չունի ուղղակի։ Հայաստանը փորձում է վերանայել, վերափոխել հարաբերությունները։ Այո, վերափոխել, վերանայել։ Ռուսաստանը դրա համար պատրաստ է դրան թե չէ։ Ահա, դե հիմա ես էլ եմ ասում, ես հասկանում եմ, երբ որ բաց եւ շիտակ խոսակցություն ա գնում այն մասին, թե մենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում եւ ինչ ենք անելու, որ ձեր համար էլ սյուրպրիզներ չլինեն։ Բայց ես կողմ եմ անելուն։ Դուք տեսաք ծայցի ընթացքում Միշուստինի հետ մի քանի վայրկյան պրոտոկոլային տեսանյութ էր, հա։ Ինչ էր ասում։ Մեր բիզնեսը պետքա կոմֆորտային պայմաններ ունենա ձեր մոտ։ Ներողություն, որ բիզնեսը։ RЖD, լուրջ, այն հանքա-հունքային են խայտարակ մակարդակի շահագործումը այդ ոլորտներում, հա, որտեղ միջազգային սանկցիաների տակ ընկած անձինք են կառավարում ու 20% էլ կառավարությանը նենց բան են արել, հա, բաշխել են, որ ձեն չհանեն։ Ես զարմանում եմ, մինչև հիմա մեր էկոլոգներն ինչի ձեն չեն հանում դրա, այդպես բարբարոսական շահագործումով անում, փնթի, անարդյունավետ, մեզ էլ գցում են կոպեկներ, որևէ մշակում չկա։ Առաջիկա օրերին նկատելի կլինի, արդեն պարզ կլինի, թե հայ-ռուսական հարաբերություններում վերանայումներ, փոփոխություններ եղել են, ասենք ժամացույցները ինչ որ չափով ուղղվել են։ Երկու մարկեր կա այստեղ իմ համար գոնե, դա երկաթուղային կոնցեսիայի հարցն է եւ ատոմակայանի հարցը։ Կոնցեսիան պետք է օր առաջ խզվի ուղղակի, որովհետեւ այդ կոնցեսիայի արդյունքն է, որ Հայաստանն ունի ամենահետամնաց
երկաթուղին մեր տարածաշրջանում եւ ամենադանդաղընթաց երկաթուղին մեր տարածաշրջանում։ Եվ երրորդը, մենք փոխկապակցվածություն երբ ուզում ենք ստեղծել, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ ուզում են մեզ թողնել միայն այն 42 կիլոմետրի հույսին։ Եվ ռուսական կոնցեսիան, Թուրքիան որպես հաղթաթուղթ օգտագործել է միջազգային ֆինանսական կազմակերպությունների մոտ, որ վարկ վերցնի Կարսից միանգամից Նախիջևան երկաթուղի կառուցելու համար, որպեսզի հիմնական հոսքերը Հայաստանի տարածք 42 կիլոմետրից ավել չմտնեն։ Սա է անում Թուրքիան, սա է ուզում Ադրբեջանը։ Ադրբեջանն էլ ասում է միջին միջանցք եք ուզում հենա Վրաստանի հետ պատրաստի ճանապարհը կայել լավես թրիփնել նրա համար, որ Ալիևը իր մտածածով գնացքով Բաքվից Նախիջևան գնա գա, ուրիշ բանի համար պետք չլինի։ Իսկ ռուս-ադրբեջանական հարաբերությունները քանի կոնցեսիա կա, չի լինելու։ Ռուս-ադրբեջանական դա աչ ձեռով անում են մի բան, ձախ ձեռով անում են դրա հակառակը։ Աչ ձեռքով ստորագրում են Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, հյուսիս-հարավ միջանցքի մասին պայմանագիր, բայց ձախ ձեռքով Ռուսաստանը խփում է Սոկարի բենզալցակայաններին Ուկրաինայի դեսպան են կանչում եւ այլն, հաթաթա են տալիս եւ այլն, բայց ել եմ ասում, այս ամենը բավականին երկակի է, որովհետեւ Ադրբեջանն էլ դեռ վստահություն չունի, որ Հայաստանը 100%-ով պոկվում է Ռուսաստանից, դե եթե այդպես է, Ադրբեջանի դիրքերն ավելի շահեկան են։ Այսինքն, մեր դիլեման հետևյալում է, պարոն Կիրակոսյան։ Մենք գործ ենք ունենալու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ առանց որևէ գործընկերային հաղթաթղթերի եւ Ադրբեջանն էլ ուժեղացած է լինելու Ռուսաստանի հետ գործարքներով, այդ ժամանակ վայ մեզ, եւ երկրորդ տարբերակ, այո, մենք դեմ առ դեմ գործ ենք ունենալու եւ խաղաղություն ենք հաստատելու, փոխկապակցվածություն ենք ստեղծելու թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ, ունենալով ռազմավարական մակարդակի գործընկերություն մեծ յոթնյակի երկրների հետ եւ ունենալով արդեն եվրոինտեգրման ճանապարհային քարտեզ։ Այդ ժամանակ դա արդեն ուրիշ որակի Հայաստանը եւ Հայաստանի հետ, տեսեք, տարածաշրջանում այո կոնֆլիկտներն ավարտվել են, բայց տարածաշրջանում սկսել է բավականին դաժան մրցակցության դարաշրջանը եւ Հայաստանը իր մրցակցային դիրքերը ատամներով պետք է պաշտպանի, այդ թվում նաեւ այն գործընկերների հետ, ովքեր շահագրգռվածություն ունեն նրանում եւ իրենց էլ շահառու են տեսնում նրանում, որ այդ կոնկուրենցիայում Հայաստանը շահեկան ելքեր ձեռք բերի։ Մենք սրանից պետք է ելնենք եւ ինչպես տեսակ դրանցից եւ ոչ մեկը Ռուսաստանի մասին չի։ Ռուսաստանն այսօր անկախ հայկական պետականության համար համակարգային թույն է եւ թունավորում է մեր ներպետական հյուսվածքը եւ թիրախավորելու է մեր ներքաղաքական դաշտը Հայաստանին անգործունակ, անդիմադրունակ եւ անմրցունակ դարձնելու համար։ Այդ ամենով հանդերձ Հայաստանը պետք է կարողանա կառավարել այդ հարաբերությունները։ Կառավարել, այո, բայց այդ կառավարման սահմանները անցնում են ոչ թե այն տեղով, որտեղով մենք ցանկանում ենք, այլ կառավարման սահմաններն այնպիսին են, ինչպիսին կարող են լինել անկախ մեր ցանկությունից, իսկ այստեղ տարբերությունը շատ մեծ է, դրա համար մենք պետք է պատրաստ լինենք եւ հաշտվենք այն մտքի հետ, որ Ռուսաստանի հետ մենք մեր հարաբերությունները պետք է արմատապես վերանայենք եւ բավարարվենք անվտանգ հարաբերությունների անվտանգ մակարդակով, այնպես ինչպես ունեն, ասենք թե Ռուսաստանը եւ Էստոնիան։
հարևան երկրներ, դեսպանություն, բանա մի քիչ չեսին կտանք առնեն, այն ինչ որ սանկցիաների տակ չի եւ այլն, բայց դուք ձեր ճանապարհով մենք մեր եւ հանգարց չփորձեք ստեղ մտնել։ Շատ լավ։ Մտակ վայ ձեզ եւ բազա, կոնցեսիա, մոնոպոլիա, չգիտեմ, սահմանապահ եւ այլն, մոռացեք այդ ամենը։ Երկիրը պետք է մաքրել այս ժանտախտից։ Շատ լավ։ Մենք չհասցրեցինք խոսել միայն ռուս-ուկրաինական պատերազմից, կարծում եմ առաջիկայում հետաքրքիր զարգացումներ կլինեն եւ անդրադառնալու հնարավորություններ առիթներ կունենանք, հատկապես Թուրքիայի մեծ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, Թրամփի մինչ այդ հայտարարություն, բանակցություններ եւ այլն, այսինքն զարգացումներն արժևում են եւ մեր զրույցի վերջում 10 բլից հարց եւ արագ պատասխան։ Այսօր ով է Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը։ Այսօր Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը Միացյալ Նահանգներն են։ Որի հետ կապված մենք ունենք փաստաթուղթ։ Կարճ, Ռուսաստանի հետ հարաբերություններ ճգնաժամ թե վերադասավորում։ Ճգնաժամ, վերադասավորման միտումով։ Ծառուկյանի գործը քաղաքական դաշտի վրա, անտիմադիր քաղաքական դաշտի վրա ազդեցություն կունենա։ Այո, դրական ազդեցություն։ Նոր սահմանադրությունը հանրակրվեի կտրվի, երբ Վաղ թե ուշ այո, բայց որ դա կլինի կարճաժամկետ հեռանկարում հազիվ թե։ Բաքուն այսօր ավելի ինքնուրույն է գործում թե արտաքին կենտրոնների ազդեցությամբ։ Բաքուն ավելի ինքնուրույն է, ինչպես եւ ավելի ինքնուրույն է Երևանը, որովհետեւ կոնֆլիկտը անցել է հանգուցալուծման հուն։ Մեկ բառով ինչպիսին են այսօր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները։ Ռազմավարական եւ միտում ունեն արդեն վերածվելու Հայաստանի անդամակցության ճանապարհի, բայց դրա հետ կապված մենք դեռ հավելյալ ջանքեր ունենք։ Ուկրաինական պատերազմը կավարտվի 2026-ին։ Ավելի շուտ ոչ քան այո, Թրամփը կարող է հասնել հրադադարի։ Ավելի շուտ ոչ քան այո։ Որն է Հայաստանի գլխավոր արտաքին ռիսկը։ Ռուսաստանը իր բոլոր դրսևորումներով թե ներքին թե արտաքին։ Եթե այսօր ստիպված լինեիք մեկ վտանգի մասին զգուշացնել Հայաստանի իշխանություններին, որը կլիներ։ Ռուսական վտանգը։ Եթե ցանկանայիք, որ հերոսայթողում մեկ այս հարցը ես մտածում եմ արդեն հիմնական դարձնել վերջին հարցը էլի եմ օգտագործել։ Եթե ցանկանայիք, որ հերոսայթողում մեկ միտք հիշեր այսօրվա մեր զրույցից, որը կլիներ դա։ Որը կլիներ։ Հայաստանը պետք է հստակ քայլեր անի եւ կառավարությունն էլ զեկուցի ժողովրդին պարբերաբար թե ինչ քայլեր է արվում դիմակայունության բարձրացման համար նշածս արդեն այդ վտանգների դիմագրավելու համար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, աշխարհում արագընթաց տեկտոնական փոփոխություններ են, Հայաստանը անմասն չէ այս փոփոխություններից, որ ճանում է մի կողմից եւ ամրապնդել իր ժողովրդավարությունը եւ վերանայել իր արտաքին քաղաքականությունը, իսկ սրա համար պետք է լինել ոչ թե միայն դիտորդ եւ արձագանքող, այլ կարողանալ կարդալ ժամանակի կարևոր փոփոխությունները եւ ամրապնդել դիմակայունությունը այս նոր ձևավորվող աշխարհակարգում։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։